Զրուցում են քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ։ Պարոն Պողոսյան, առհասարակ ինչ քաղաքական իրավիճակի հետ գործ ունենք, երբ ամեն օր մենք Ադրբեջանի կողմից սպառնալիք ենք լսում, բայց դրան զուգահեռ այստեղ Հայաստանի իշխանությունը թիրախավորում է եկեղեցուն, իսկ զուգահեռաբար ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց է ուզում սկսել։ Առհասարակ այս իրավիճակը ինչի մասին է խոսում եւ դեպի ուր է տանում։ Ինչա տեղի ունենում, իմ պատկերացում գլոբալ է։ Չնամի շատ ուրախավոր Հայաստանում կա պարտված իշխանություն, պարտությունների տանելու հասնելու իրավաշնական նպատակը հայոց պետականության վերացումը։ Դրա համար քայլ առ քայլ պարտված իշխանությունը սպասարկելով չնամու օրակարգը գրում է դրան։ Դրա մասին ասել է ավելի խելոք, ավելի ազգանավեր, ավելի ազգայիններով հանդիսացող Մոնտե Մելքոնյանը, որ ասել է կորցնելով Արցախը շրջելու է հայոց պետականության վերջը։ Այդ է շրջել են, իշխանությունները գրիչը դրել են այսօր գործողների ձեռը, ասում են դեր լրացրեք։ Իրանք էլ լրացնելով գնում են։ Քանի որ աշխարհում էլ գործընթացները տեղ ունեն, որտեղ ամեն երկիր շտապում է իր ապագայի համար իր բանը, մեր իշխանությունները ճնշում են, որ գործընթացները արագ գնան։ Դրա համար լսում են անգել, վախտին է պետք մտածել, որ պարտված իշխանությունը ինքնան է հեռացնել։ Երբ որ վերջնական ասում է պարտված իշխանությունը նոր պարտություններ է բերելու, պարտված բանակցողը միայն նոր պարտություններ է բերելու, մարդիկ ուրիշ բաներով են մտահոգվում։ Հիմա այդ ճանապարհին ենք։ Հիմա թե ով ինչ է անում։ Գործողները անում են այն ինչ որ իրաց ճշնամիներն են պարտադրում օր առաջ հայոց պետականությունը վերացնել։ Իրախում շատ ժամանակ մենք անհատական մոտեցումների բանով կամ սպանավորած ենք անցալում, բայց իրականում դա համակարգված ոչ չացման բանակ, քայլ առ քայլ ամեն անգամ։ Բանակ, եկեղեցի, դպրոց, կրթություն, տնտեսություն եւ այլն, ասենք, մի բանը սուրը անցալվում մի բանի, բայց այդ ծերտով գնում է։ Ինչ անում անդիմությունները պայքարում է, որ փորձի իշխանապողության հասնել։ Բայց այդ ամեն ինչի մեջ ինչ որ դուք ասում եք, մոռացեք մի բան, իսկ ինչ անում հայ ժողովուրդը։